Ողջույն բոլորին, Նորլույսի YouTube-յան ալիքում հերթական թողարկումն է։ Ինչպես գիտեք, մենք արդեն անդրադարձել ենք Նորլույսի գործունեությանը, խոսել ենք նաև մենթիների հետ, թե ինչ հաջողությունների են հասել, բայց մենք չէինք կարող անմասն չմնալ եւ չլսել նաև մեր մենթիների ծնողների կարծիքները իրենց տեսանկյունից։ Ուզում եմ ներկայացնել իմ այսօրվա հյուրերին, Գյումրու տնտեսագիտական վարժարանի ֆիզկուլտուրայի եւ առողջ ապրելակերպի ուսուցչուհի Սիրանուշ Պետրոսյանին, ողջունում եմ, եւ Նորլույս ՀԿ-ի հաշվապահ Գայանե Գոնցյանին, ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ, շնորհակալություն։ Ինչպես գիտենք, ձեր աղջիկները մեր Նորլույսում որպես մենթի են։ Ինչ շատ հետաքրքիր է, դուք առաջին անգամ երբ լսեցիք, ինչպես իմացաք Նորլույսի մասին, կպատմեք մի փոքր։ Ողջունում եմ նախ ձեզ, Նինա ջան, շնորհակալ եմ հանդիպմանը հրավիրելու համար։ Առաջին անգամ չէ որ խոսել եմ Նորլույսի արդյունավետ եւ անգնահատելի աշխատանքի մասին, բազմիցս ծնողական ակումբներում, այլ ֆորմատի հանդիպումներում խոսել եմ այդ մասին եւ ուրախ եմ, որ այս հաշտակում եւս հնարավորություն ունեմ խոսել։ Լիահույս եմ, որ կստացվի օգտակար եւ ինֆորմատիվ զրույց, իսկ Նորլույսի մասին իմացել եմ աշխատանքի բերումով, երբ 2020 թվականից դարձել եմ աշխատակից ու արդեն գտնվելով կազմակերպության ներսում, տեսնելով ծրագրի արդյունավետությունը, դեռահասների անձնային աճը, ես հստակ որոշում ունեի, որ երեխաներս, դուստրերս եւս լինելու են ծրագրի մասնակից ու դե առաջինը հասմիկս եղավ ծրագրի մասնակից ու տեսնելով հասմիկիս փոփոխությունը արդեն կասկած չկար, որ անձիms լինելու է ծրագրի մի մասնիկը։ Շնորհակալ եմ շատ, իսկ դուք ինչպես եք իմացել։ Անախ թույլտվեք, ես էլ ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, ուրախ եմ, որ կարող եմ իմ կարծիքով նույնպես որպես ծնող, որպես Նորլույսի երեխաների, արդեն 3 երեխաների մասնակիցներ արտահայտել եւ նաեւ իմ շնորհակալությունը ձեզ։ Ամեն առաջի անգամ իմացել եմ 3 տարի առաջ, երբ ավագ դստերս միջոցով բացահայտեցինք Նորլույսը, իհարկե շատ պատահական ստացվեց վերապատրաստման շրջանակներում, Շողերը Միքայելյան վերապատրաստում էր անցկացնում ուսուցիչների մոտ եւ վերջում արդեն ավարտին վերապատրաստման ինքը ընդհանրապես ասաց, որ Գյումրիում գործում է նման հասարակական կազմակերպություն Նորլույս անունով եւ որ այնտեղ հիմնականում դեռահաս աղջիկներ են հավաքվում։ Ճիշտն ասած այդ ընթացքում աղջիկս դեռահաս էր, դժվարությամբ էինք հաղթահարում շատ հարցեր ու որոշեցի, որ ինքը իր բոլոր հնարավորությունները կարող է այդտեղ իրականացնել եւ դիմեցինք Շողերը շատ սիրով համարը փոխանցեց, իրենք խոսեցին։ Ճիշտն ասած ես մի փոքր մտավախություն ունեի, թե դեռահաս տարիքում աղջիկներն առհասարակ դժվար է նման, չէ, ծնողների կողմից առաջարկներ ընդունում, որովհետեւ մտածում եմ, որ ինչ որ մի բան այն չէ երևի որ այդպիսի առաջարկ են անում իրենք։ Համաձայնեց, խոսեց եւ հաջողեց եւ իր օրինակով արդեն երկու դուստրերս նույնպես անին ու Լիլիթը իրենք են արդեն Նորլույսի անդամ ու շատ շնորհակալ են, որովհետեւ հենց այդ առաջի փուլը կարևոր ու ճակատագրական եղավ ունեցածի համար, հատկապես Զոյայի, որ արդեն 3-րդ փուլում է գտնվում, լինելով ԵՊՀ-ի ուսանող, հնարավորություն տվեց իրեն բացահայտելու իր բոլոր հնարավորությունների սահմաններում։ Տեսեք, ինչպես գիտենք, դեռահասության շրջանում շատ բարդություններ են լինում, որոնք պետք է հաղթահարել եւ պետք է որ ինչ-որ մեկ իրենց կողքին լինի աջակցի։ Ինձ հետաքրքիր էր ձեր աղջիկները նախքան Նորլույսին միանալը, ինչ դժվարություններ են ունեցել։ Ինչպիսին էին նրանք։ Երևի ցանկացած դեռահասի կյանքում չտարբերակենք մեր աղջիկներին, որովհետև համընդհանուր է դեռահասությունն իր կամակորություններով հանդերձ հասմիկիս հետ շատ տարաձայնություններ եղել են, այն որ իր համար ավելի գերակշռող կարծիքը եղել է իր ընկերները, շրջապատը, չգիտեմ, ամեն մեկ, բայց ոչ ծնողը կամ ընտանիքը ու իր շնորհիվ Լույսի, շնորհիվ իր մենտորի 1 տարի հետո ես լրիվ տեսել եմ այլ հասմիկ դրական փոփոխություններով։ Նույնը ես կարող եմ ավելացնել, իրոք այդ տարիքում բոլորը կարծես իրար նման են, իրենց փոքրիկ ինչ տարբերություններով եւ իրոք երեխաները սկսում են իրենց հակառակումները ծնողների հետ, իրոք այդ պահին ծնողը դառնում է իր ճուզողը կարծես իրենց պատկերացումներով եւ իրոք Նորլույսը լույս է բացում այդ պահին եւ ծնողի համար դառնում է կարևորը, որ ծնողի խոսքը դարձնում է հասանելի։ Այսինքն ինձ թվում է տարիք երեխեքի մոտ մի պատնեշ է ստեղծվում ծնող-երեխա հարաբերություններում, իսկ Նորլույսը դառնում է այդ պատնեշը քանդողը, որովհետև մինչև այդ ճիշտ է հասարակությունը շատ այլ ձև է նպաստում, հատկապես շրջապատը, օրինակ Զոյան շատ տարբերվում էր իր հասակակիցներից, իր
երաժշտական կրթությամբ, այդ ընթացքում ուներ ինքը մեծ ձեռքբերումներ, բավականին հաջողություններ, բայց ինքը դրանով չէր գոհանում, որովհետև իր ընկերների հասակակիցների մեջ մի փոքր այլ էր պատկերացումը կյանքի նկատմամբ։ Ամենայն դեպս ինքը փորձում էր նմանվել հասարակությանը, լինել հասարակությանն ավելի մոտ, ասենք ինչ որ արգելքներ եթե լինում էր, ասենք ես արգելում ինքը ուզում էր անպայման հասկանալ ինչի համար, ինչի մյուսներին կարելի է իրեն չէ, ու մեր փախումը հենց այդտեղ էր լինում, երբ որ կրթության վրա ինքը մենք շեշտը դնում, ասում էր ես մի ամեն օր պիտի միայն սովորեմ, ուրիշ հետաքրքրություն էր, համացանցն էր շատ իրենց ձգում, այս մեր դեռահասներին ավելի շատ այդ համացանցային բաներն է հետաքրքիր, նորությունները, փոփոխությունները, եւ այդ պարագայում իրոք նոր լույսը մեզ կարողացավ օգնել, դե այդ օրինակն էլ արդեն մնացածի համար ավելի հեշտ դարձրեց գործընթացը, մենք էլ իրենց հետ սովորեցինք շատ բան։ Շատ արդյական խնդիրների մասին հենց հիմա խոսեցիք, երբ ուրախ եմ, որ դրական փոփոխություններ են տեղի ունեցել այս ամիսների ընթացքում, տարիների ավելի ճիշտ։ Ինձ հետաքրքիր է, քանի որ խոսեցինք դրական փոփոխություններից, կհիշեք որևէ դեպք, որը հպարտացել եք, թեկուզ տեղի ունեցել Նորբիսում, ինչ դեպք կառանձնացնեք։ Օրինակ, ես կարող եմ առանձնացնել նոր լույսի հետ հենց կապված, անցած տարի ամառը երեխեքը ծրագրի էին մասնակցում, որի ժամանակ Զոյան նույնիսկ հաղթարեց իր վախը բարձրության հանդեպ զիփլայնով թռնելով, եւ այդ գերագույն նպատակներ, երազանքներ, ինքը երջանիկ էր, որ նոր լույսը տվեց եւ հնարավորություն ծանոթանալ մի շարք այլ երկրից եկած երիտասարդների հետ, որտեղ իրենք իրենց կարծիքները, իրենց սեփական ես-ը ներկայացրեցին այնտեղ որպես անհատներ, այսինքն այդտեղ չկար մայր, չկար հայր, չկար ասենք իր ընկերները, այդտեղ ինքը մենակ էր ու արդեն իսկ ազատ շփվում էր, որը հիմի ես նկատում եմ արդեն որպես ուսանող, իրեն հնարավորություն տվեց արագ ինտեգրվել ուսանողական այն էլ Երևանում, այն էլ մայրբուհում ու դառնալ լիարժեք անդամ եւ նույնիսկ հիմի ինքը զբաղվում է նաեւ հասարակական գործունեությամբ իրենց ուսանողի տալ շրջանակներում, որտեղ ինքը այնտեղ լիարժեք անդամ է դարձել, նրանց նույնպես շատ նոր լույսի դերը շատ մեծ էր այդտեղ, այսինքն ինքը կարողացավ ինքնուրույն դրսևորել իրեն փայլուն ձևերով, եթե մինչև այդ կային իր հուզմունքները, վախերը, անինքնավստահությունը, թերահավատությունը սեփական անձի նկատմամբ, նոր լույսի շրջանակներում բոլոր հանդիպումները, հայտնի մարդկանց հետ շփումները, նույնիսկ այդ խմբային աշխատանքները եւ իհարկե մենթորի մեծ դերը, ես շատ շնորհակալ եմ, իրոք տվեցին իրենց դրական արդյունքը ու ես շատ գոհ եմ դրա համար, որ այսօր նոր լույս ունեցավ մեծ դեր իմ երեկո կայացման հարցում, մյուսներին էլ շարունակաբար։ Ես էլ երևի առանձնացնեմ հենց այդ դեպքը Զորայի հետ միասին Հասմիկս էր ծրագրի շրջանակներում, դա Հասմիկիս հենց առաջի փորձն էր դուրս գալ, միայնակ լինել ու այնտեղ թե իրենց խոսքի հղկումը, թե այդ միայնակ գտնվելը, թե այգուց զիպլայնով թռնելը, որ իրենք որոշում էին կայացրել, իրենց այդ վախերն էին հաղթահարել, շատ, չգիտեմ, հենց առաջի հանդիպումից նոր լույսի թե անհատական, թե խմբային հանդիպումներից ես արդեն իսկ թե ուսման ոլորտում, թե ընտանեկան հարցերում, մեր հարաբերություններում միանշանակ փոփոխություն եմ զգացել ու դա եղել է թե մենտորի աշխատանքը, թե խմբային հանդիպումների արդյունք։ Մի բան էլ ես ավելացնեմ, ես էլ եմ այնտեղ եղել ձեր աղջիկների հետ ու մենք երեքս միասին ենք հաղթահարել մեր վախերը, շատ հետաքրքիր ժամանց ենք ունեցել, բայց նաև ուզում էի խոսեիք արդյոք ձեր հարաբերությունների միջև ձեր աղջիկների հետ, ինչ որ փոփոխություններ նկատել եք նորից հաճախելուց հետո։ Ծրագրի հենց սկզբում, երբ որ տուն այց կատարեցին, մեր տուն եկան եւ ցանկացան մեր ընտանուր խնդիրներին, իմ եւ աղջկաս հարաբերություններին, շեշտադրումը հենց այդտեղ էլ դրել էինք, որ մենտորը ավելի շատ այդ ուղղությամբ աշխատանք տարվեր ու որ 1-2 ամիս անց դու լրիվ տարբերությունը զգում ես, այսինքն եթե առաջ իմ ասած խոսքին կարծիքը կարող էր կոնֆլիկտի պատճառ դառնալ ու ի վերջո մենք իրար չհասկանանք, նույն բանի մասին խոսեինք, նույն կարծիքը հայտնեինք, բայց այդպես էլ հայտարարի չկային, 1-2 ամիս անց արդեն լրիվ այլ էր պատկերը ու այդտեղ հստակ երևում էր մենտորի աշխատանքը, մյուս աշխատակիցների աշխատանքը, մեծ փոփոխություն եղել է նաև մեր մայր եւ դուստր հարաբերությունների մեջ։ Իրոք շատ կարևոր էր, որովհետեւ ճիշտ է ասում, թեբուզ նույն կարծիքն էինք, այդ նույն թեմայի շուրջ էինք խոսում, երկուս էլ ունեինք նույն կարծիք, բայց ստացվում էր այնպես, որ ընդհանուր հայտարար չէինք կարող գտնել։ Պահի տակ կոնֆլիկտի էր դա վերածվում, բայց հետո ընթացքից արդեն նոր լույսի աշխատանքը այնքանով էր լավ, այդ խմբային պարապմունքները, տարբեր թեմաների քննարկումները,
որ ծնողի դերը երեխայի աչքերում բարձրանում էր, այսինքն իրենք կարողացան հասնել երեխեքի հոգիներին ու բացահայտել այն կարևորությունը, որոնք կա։ Ու ինձ թվում է դա երևի ամենակարևոր ձեռքբերումն է, այսինքն ընտանեկան խաղաղությունը։ Այսօր դա մենք վայելում ենք մինչև այս պահը ու գուցե այդ մի պահն է ու հետաքրքիրն այն է, դա է փաստը, որ մեծերի հետ խնդիրը եւ հաղթահարումս արտենաշնանաբար փոքրերի հետ ավելի հեշտ է դառնում։ Մենք այսինքն մենք է սովորեցինք իրենցից, իրենք իրենց մեջ փորձեցին նոր լույսի միջոցով հաղթահարել խնդիրը, մենք էլ իրենց միջոցով արդեն այդ կարողացան գալ ընդհանուր հայտարարի ու շնորհակալություն այդ լավ գործի համար։ Որպես ծնող, քանի որ խոսեցինք արդեն անդրադարձ կատարեցինք Նորլիսի գործնության կարևորության մասին, ուզում եմ ևս մեկ անգամ ձեր կարծիքը լսել, հասկանայի թե ինչով է Նորլույսը աջակցում օգնում դեռահաս աղջիկների անձի զարգացման ճանապարհին, ինչ է կարծում, որն է ծրագրի արդյունավետությունը եւ կարևորությունը Հայաստանի մակարդակով։ Որ առաջի փուլում այդ հոգեբանական, հուզական աջակցությունն է ստանում, այդ միանշանակ փոփոխություն տեսնում եք, իսկ արդեն հաջորդ փուլերին հիմա ասում երկրորդ փուլում է գտնվում ու ձեռք է բերում այնպիսի հմտություններ, որոնք ես, չգիտեմ, ուսանող տարիքում նոր ձեռք են բերել, թե համակարգչային գիտելիքներ, թե ռեզումե լրացնել, այսպես աշխատանքի ներկայանալ, հարցազրույց տալ, այնպիսի բաներ, որ, չգիտեմ, ես 20 տարեկանում կամ 18 տարեկանում առնչվել եմ ու դա ինձ համար բարդ է եղել ու դու արդեն այս տարիքում 14-15 տարեկան աղջկան տեսնում ես արդեն լրիվ պատրաստի մասնագիտական կողմնորոշմամբ հմտություններ ձեռք բերած ու դա հաստատ ազդելու է իր հետագա կյանքի զարգացման, անձի ինքնաճանաչման հարցում ավելի հեշտ է ինտեգրվելու ցանկացած ոլորտ, լինի աշխատանք, ուսում, թե շրջապատ։ Ստանակարնացեք։ Այո, համաձայն եմ, իրոք շատ կարևոր եղավ հենց այդ պահը, որ իրենք մասնագիտական կողմնորոշման հետ կապված անմիջապես դրսևորվեցին ավելի որպես հաստատուն, կամային որակներ դրսևորեցին, որոնք իրանց հնարավորություն կտա ավելի աճելու, զարգանալու ու իրոք այդ հնարավորությունը մենք մեր տարիներին չենք ունեցել, հիմի ձեր կազմակերպությունը հնարավորություն է տալիս երեխեքին ավելի հստակ պատկերացում ունենալ կյանքի գույների մասին, կյանքը շատ արագ է ընթանում, ժամանակ չունի սպասելու, դրա համար որպեսզի կարողանաս այդ վազքին մեջ հասնել, հենց կարևոր է ինչ-որ մեկը քեզ պիտի օգնի, միշտ ձեռքը տա, որ դու բարձրանաս վեր, կարողանաս այդ ընթացքի մեջ լինել ու Նորլույսը հենց այդ ձեռք եղավ օգնության, որ երեխեքին թույլ է տալիս արագ հարմարվելու, ադապտանալու, չէ՞ որ յուրաքանչյուր ոլորտում է ադապտացիոն շրջանն ամենակարևորն է։ Այդ հարմարվողականությունը, երբ որ դու քո կոմֆորտ զոնայից դուրս ես գալիս ու կարողանում ես յուրաքանչյուր փորձություն ընդունել որպես մարտահրավեր օրական ու Նորլույսի այդ մարտահրավերները հաղթահարելու գործիքը դարձավ, իրենց տվեց այդ բոլոր կարողությունները ավելի արագ դրսևորվելու հասարակության լիարժեք անդամ դառնալու համար։ Իսկ ինձ թվում է աղջիկների համար դա ավելի կարևոր է, որովհետև բոլորն էլ նախ եւ առաջ ապագա մամաներ են, հետագայում իրենց դա շատ է պետք, ինչի՞ չէ մասնագիտական կողմնորոշումը, որովհետև ներկայիս աղջիկներն ավելի նպատակասլաց են, չեմ ուզում տարբերակել, իհարկե ինձ թվում է, որ տղաներին էլ թուրքը կա, որ իրենց կողքը կլինեն խելացի, ավելի հավասարակշռված, ավելի կարողունակ մարդիկ։ Խելացի կինը ինձ թվում է դա զարդ է։ Համաձայն եմ ձեր հնչեցրած մտքի հետ։ Եթե գնանք ապագա, ինչպես եք պատկերացնում ձեր աղջիկների ապագան եւ արդյոք այդ ճանապարհին կարող է Նորլույսը եւս աջակցություն ցույցնել։ Ես ինձ թվում է այո, որովհետև զրան ինչքան էլ առաջ գնա, ինձ թվում է, որ հետ հայացք գցելով Նորլույսը իր կյանքում շատ մեծ դեր ու տեղ ունեցավ, հաստատ չի մոռանա ու կուզենա կապը պահել, ես համոզված եմ հետագայում իրենց երեխաների, գուցե սերունդների հետ այնքան երկար կյանք ունենա Նորլույսը, որ արդեն այդ ձեր շրջանավարտ սերունդների երեխաները ձեր մոտ կգան ու իրոք պետք է որ դա շարունակական լինի։ Ես ուրախ եմ, որ նման կազմակերպություն կա մեր քաղաքում եւ հնարավորություն է տալիս դեռահաս աղջիկներին ինքնահաստատվելու, ինքնազարգանալու, ինքնակրթվելու համար։ Գտնվելով հենց կազմակերպության ներսում ու շփվելով մենտոր աղջիկների հետ,
կուզենամ, որ հասմիկս էլ մի քանի տարի անց հետ գան նոր լույս որպես արդեն մենտոր, որովհետև տեսնում եմ ես այստեղ տարբերվող մենտորների առանձնահատուկ են ամեն ինչով ու կուզենամ, որ հասմիկս էլ այդ իր հետայացման ճանապարհը հենց անցնի նոր լույսի հետ, քանի որ հենց նոր լույսի մեջ դրել է այդ ուղին գնալու սկիզբը, ճիշտ ճանապարհը ընտրելու սկիզբը ու վստահ եմ, որ ինքը կշարունակի գործունեությունը նոր լույսի հետ։ Ես շատ շնորհակալ եմ ձեր հնչեցրած կարծիքների համար եւ տեսանկյունների, որ դուք ձեր փորձով կիսվեցիք եւ որպես ամփոփում վերջում կուզենայի ձեր ուղերձը լսել այն ծնողներին, ովքեր չգիտեն նոր լույսի մասին, ինչ խորհուրդ կտայիք նրանց։ Խորհուրդ կտային թող անպայման իրենց երեխաներին ուղղորդեն դեպի նոր լույս, որովհետև նոր լույսը ուղղակի ամեն չէ, ինքը իրոք նոր լույս է, փոքրիկ շողեր են լույսի, որոնք հնարավորություն են տալիս երեխեքին ավելի բացվելու, ինքնահաստատվելու եւ ինձ թվում է ավելի հուսալի ընկեր, ավելի հուսալի գործընկեր չեմ կարողանա գտնել ու ինձ թվում է, որ իրենք անձամբ իրենց երեխեքին ուղղորդելով մեր փոխարեն կնստեն եւ այդ նույն շնորհակալական խոսքերը, որոնք մենք ենք այս պահին հնչեցնում, իրենք կասեն, այնպես որ խորհուրդ եմ տալիս, թող բոլորը թիմեն, քանի որ շատ կարևոր աշխատանք է տարվում երեխաների համար։ Ինչպես հանդիպման սկզբում նշեցի, արդեն փորձառություն ունեցել եմ հենց ծնողների հետ շփման մեջ, ծնողներին ներկայացնելու սեփական փորձի վրա, թե ինչ փոփոխություններ է գրանցվել իմ աղջկա մոտ ու երևի դա ավելի ոգևորող է ու մի բան էլ նշեմ, դեռահաս տարիքում երեխաները դեռ չեն գիտակցում ուր են գալիս, ինչ արդյունք են ունենալու ու շատ մեծ է ծնողի դերը, այսինքն ծնողը հենց տարվա սկզբում ներկա գտնվելով ծնողական ակումբներին, ծնողական այդ հանդիպումներին, ինքը կարևոր է հասկանա, թե ինչ փոփոխություններ է տեսնելու իր երեխայի մեջ, իր ակնկալիքները հասկանա, ու ինքը այդ սկզբի շրջանը հենց մեծ դեր ունի ծնողը, որ պետք է ուղղորդի, որովհետև մի քանի հանդիպումից հետո հնարավոր երեխան այդ որ շաբաթ-կիրակի օրերն է գալու, ուզենա ծուլանալ, քնել, չգալ, ծնողը հենց ինքը պետք է ուղղորդի հենց նրա համար, որ ինքը մի քանի ամիս անց տեսնի այլ երեխա, այսինքն ծնողի դերը շատ մեծ է ու խորհուրդ եմ տալիս, վստահեցնում եմ, մի քանի հանդիպում ծնողը գալով ու հասկանալով, թե ուր է ուղղորդում իր երեխային, հաստատ ինքն էլ կաջակցի երեխային, կառաջնորդի, որ մասնակից լինի նոր լույսին, գնահատում եմ, շնորհակալ եմ նոր լույսի աշխատանքին։ Ես որպես հավելում կուզենայի մի բան էլ ասել, հատկապես ձեր Facebook-յան հաշտագը շատ այսպես ասեմ ուղղորդող է, որովհետև ընթացքից կարող են հետևել նաև ծնողները ու իրենք էլ տեսնեն, թե ուր են ուղարկում իրենց երեխաներին։ Ինձ թվում է ձեր բազմապովանդակ կարիերան, որը դուք ծավալում եք արդեն մի քանի տարի, լավ օրինակ է եւ հանդիպումների առումով, եւ շատ լավ լուսաբանվում է, մեկնաբանվում է ու իրոք շատ կարևոր է, որովհետև մի սոցկայքերը, սոցցանցերը մեր կյանքում շատ կարևոր տեղ ու դեր են զբաղեցնում ու ինձ թվում է չկա այդպիսի մի բան, որի հետ մենք ուզենանք կարող եմ խաբենք, պահենք, որովհետև ամեն ինչ լուսաբանվում է, ամեն ինչ ցուցադրվում է ու ծնողի համար հենց առաջի քայլը կարող է էջին հետևել, մինչև ինչ որ լուրջ քայլեր ձեռնարկելուց առաջ, հետևել էջին, տեսնի, ծանոթանա, հասկանա գոզնեությանը եւ նոր արդեն մոտենա դիմի, որովհետեւ առհասարակ ծնողներս այնպիսին են, որ միշտ վախենում ենք մենք մեր երեխաների համար ու շատ անգամներ մեր վախերը իրենց համար ճակատագրական են լինում։ Այսինքն մենք նախ եւ առաջ մենք ենք փորձելու այդ ամեն ինչը հասկանալու, որ մեր երեխային էլ ուղղորդենք։ Այսինքն իրազեկված լինելը, տեղեկացված լինելը դա մեր իրավունքն է եւ եթե մենք իրազեկվենք, տեղեկանանք, արդեն հեշտությամբ մեր երեխեքին էլ բաց կթողնենք ու հատկապես ձեր կազմակերպությունը այն հույսն էր, այն վստահելի ձեռքն էր, որ դու ուղարկում ես ու գիտես ուր է գնում երեխան։ Նույնիսկ մենտորի հետ անձամբ ծանոթ չլինելով, ասենք մի երկու անգամ հեռախոսազրույց անելուց հետո դու վստահում ես քո երեխային։ Ինձ թվում է այս ժամանակներում այդ վստահությունը շատ կարևոր է։ Հետևաբար կազմակերպությունը ուրեմն իր անդամներին ընտրելիս հատուկ աշխատանք է տարել, այսինքն մենթորներն են շատ կարևոր մի փուլ անցել վերապատրաստման, որը նույնպես հույս է ներշնչում ծնողին, որ կարող ես հանգիստ լինել, այսինքն քո այն ներքին անհանգստությանը կարող ես ասել, չէ, սպասիր, ունկը վստահելի ձեռքերում է։ Դրա համար թող ծնողները հետևեն էջին, կայքին ու կհամոզվեն մեր խոսքերի, սա ուղղակի գովազդ չէ, ես առհասարակ չեմ էլ սիրում ամեն տեղ, սա ուղղակի հենց փաստն ենք մենք արձանագրում
ու մարդիկ, ովքեր ունեն փորձ արդեն։ Այսինքն այն դժվարությունները, որոնք բոլոր դեռահաս աղջիկներն այդ շրջանում ունեն, եւ ամենակարևոր շատ անգամներ նույնիսկ ճակատագրական սխալներ թույլ տալու լուց են հետ պահում ու կարևոր է դա, այսինքն դու հոգեպես կայուն, ֆիզիկապես առողջ ու սոցիալապես կայացած մարդ ես մտնում, արդեն բավականին կարճ ժամանակ արթնանում, այսինքն 10-16 տարեկան աղջիկն արդեն ինքնուրույն կարծիք արտահայտել, մասնագիտական կողմնորոշում ցուցաբերել, այսինքն ինքը վստահ գիտե ուր է գնում, ինչի համար։ Դրա համար ձեր կազմակերպության դերը շատ մեծ եղավ, շատ շնորհակալ եմ։ Ես եմ անչափ շնորհակալ մեր աշխատանքը գնահատելու համար եւ թողարկումը ել ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Այսքանով ավարտվում է մեր հաղորդումը եւ ուզում եմ իմ զրուցակիցների խոսքերով էլ ավարտեմ այսօրվա մեր հանդիպումը։ Իրոք այս ամեն ինչը եւս մեկ անգամ փաստեց, որ ծնողի դերը շատ կարևոր է յուրաքանչյուրի կյանքում։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, իմ հյուրերն էին Սիրանուշ Պետրոսյանը եւ Գայանե Գոհցյանը։ Հաջողություն կհանդիպենք հաջորդ թողարկման ընթացքում։